Օղու այս շշերը այլևս չեն վերադառնա վերալցոնման, դրանք կփոխակերպվեն եւ այլ անուն կստանան, ինչպես այս սրճաղացը։ Այս կոֆե աղացը իմ տատիկի կոֆե աղացն է։ Ու ես իմ հիշողության մեջ ինչ իրան հիշում եմ, կոֆե աղալիս եմ հիշում։ Երիտասարդ նկարչուհի Անի Մանուկյանին գրավում են հին իրերը։ Դրանք երբեք դեն չեն նետվում եւ դառնում են նոր ստեղծագործությունների հումք։ Իսկ իրերը, որոնք նոր կերպարանք են ստանում, երբեք չեն վաճառվում։ Կապը իմ արած ստեղծագործության ու իմ միջև մի քիչ շատ է ուժեղ։ Ավելի շուտ սիրով կնվիրեմ, քան ստը կվաճառեմ, չգիտեմ։ Անգամ էլեկտրաջահերի սովորական լամպերը, որ այլևս պիտանի չեն օգտագործման, Անիի արվեստանոցում ունեն իրենց ուրույն տեղը, դեռ ավելին։ Փաստորեն իրանք նորից ծնվում են ու իրենց արդեն ճանապարհը այս ձևով են, այս կերպարանքով են անցնում, ոնց որ դեր։ Միայն հին առարկաներին նոր շունչ տալով չէ, որ զբաղված է Գեղարվեստի պետական ակադեմիայի ավարտական կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը։ Նա նաև նկարում է իսկական կտավի վրա։ Նկարում է այն, ինչ զգում է, եւ այդքան էլ չի կարևորում, թե ինչ ոճին է հետագայում վերագրվելու այդ նկարը։ Նկարում եմ ինչի միջով անցնում եմ ես ու իմ երևակայությունը։ Ինչի միջով անցնում է իմ հոգեվիճակը, իմ օրը։ Ճիշտն ասած, չեմ էլ փորձել հատուկ այնպես նկարեմ, որ ժամանակակից թվամ, թե ինչ որ հին վարպետների ոճով նկարեմ։ Օրինակ, վերջին անգամ Անիին շատ է հուզել մուրացիկ այս տղան, ով նկարներ է վաճառել փողոցում եւ դրանցից մեկն էլ նվիրել է իրեն, առանց գումարի։ Ասեց, ես քեզ այս նկարն ուզում եմ նվիրեմ, ասեց, որովհետեւ իմ ծնունդն է։ Տպավորություններն արտահայտվում են իրենց յուրահատուկ գույներով, իսկ գույների համադրությունից ստացվում են նոր գույներ, ամենքն էլ յուրովի, ասում է Անի Մանուկյանը։